Նիկոլական պատվաբոզեր ինձ ամոթանք են տալի, ասում են սակրավորին վիրավորվել ցանկացողին ես պաշտպանում։ Вообще ցանկություն չունեմ ես ինչ-որ մի քաղաքական ծաղրածուի պաշտպանեմ, բայց մինչև այդ ասածս ասեմ խեմ ասում պատվաբոզ, ես իշքան Նիկոլին պաշտպանող կնիկ գիտեմ, տարիքով կնիկ, սա ջայլվախ բոզություն են արել, հատիկ սաղին ուսումնասիրել եմ, եթե ինքը Նիկոլին է պաշտպան է, ուրեմն մի հոգի չկա, որ բոզություն չարի ջայլվախ, հատիկ սաղին ճշտել եմ, իշքան գիտեմ սաղ ջայլվախ բոզությունն է, եթե մոտ 100%-անոց արդյունք է, 100%-անոց, ուրեմն պետք է որ հավանականության տեսությունից ելնելով ձեր մոտ էլ լինի, ուսումնասիրեք տեսեք, եթե մի հատ պարավ գիտեք ընտանիքը տենց չի, բայց ինքը նիկոլական է, մարդն էլ կարա նիկոլական լինի, խիար մարդիկ կան տենց էլի, որ իրանք գիտեն, որ կնիկը բոզություն ան, բայց դե նորմալ են տանում, նայեն, որտեղ հետները իրիկունը պիվա են տանում տուն։ Ես ասեմ, որ ես այդ սակրավորին ոչ թե վիրավորնելն եմ ցանկանում, այլ մահը, սատկելն եմ ցանկանում։ Ու եթե վիրավորվել է, նենց վիրավորվել այն վիճակին ըններ, որ իրան տենող ասեր, ես ինչից ասենց է, ասեր դե ինչ արե, որ հայ ու թուրքի արանքի ականն է հանե, ասեն դե վերև աստված կա բնական է։ Եթե հայ ու թուրքի արանքի ականը հանում է ու վտանգյա ենթարկում հային, ավելի լավ է ինքը սատի, քան այդ տրամերձակա այդ ընտանիքները, որ թուրքը մտնի, ոնց որ թալիշու մտան, ականջ կդրին, եսի ինչ քաքեր կերան իրանց եղած չեղած այդ, թուրքի նատուրան էտ է, գիշերը մտնի, տապորով սպանի ու հերոս դառնա, էտ է, ով որ կասի թուրքը բարեկամ է, կամ հիմար է, կարա թուրքը բարեկամ ունի, կամ հիմար է, կամ ինքն էլ է թուրքի գործակալ, ուզում է բան անի, երիտ թուրքերը ոնց են ասեն, մենք արդեն վсё բարեկամ ենք, զենքերը բերեք, հետ բերեք, հանձնեք մեզ, այդ ինչի մասնի զենք ունենալու, մենք բարեկամ ենք ու սկսեցին մորթել, հիմն այս երիտ հայերը, քպականները կամ երիտ նորից թուրքի թազա մոդիֆիկացիան, նույն ձևի մեզ համոզում են, որ թուրքը կարա մեզ բարեկամ լինի, թուրքը երբեք չի կարա մեզ, իշքան շակալն ու շունը կարան իրար այդ բարեկամ լինեն, այնքան են մենք ու թուրք, իմիջիայլոց, եթե կենթանների աշխարհ տես բանն սիրում եք նայեք շակալների կյանքը ոչ մի բանով թուրքից չեն տարբերում, կամ թուրքերը սատկում են հաջորդ կյանքում շակալ են դառնում, կամ շակալներն են սատկում հաջորդ կյանքում թուրք, նույն բանն է։ Առաջներում բանը թշնամու անսպասելի հարձակումից ամրոցներ են, չէ, սարքե, դավաճանները գնացել են ամրոցների դուռն են բացել, մտել են մորթել են։ Հիմիկվա դավաճաններն էլ այդ մեն ականներն են հանում, այն վաղվա դավաճանին Գերդաստանով են սատկացրել, ասել են թող դաս լինի, որ մյուս անգամ մյուսները սենց բան չանեն։ Ստալինի օրոք ընտանիքին էին տանում սատկացնում։ Հետո մենակ այդ դավաճանին ընտանիքին իզգո էին համարում, հիմի բռնում են տասեն ԱԺ նախագահ, ասենք դավաճանին, վարչապետ են տալի, կամ ասենք նավակ ճոճողին թուրք ադրբեջանցի գործակալա, չէ թաքսն ու բոզիտրել արդյունս վերջերս։ Բանն են, տալիս են պաշտպանական Ադրբեջանի գործակալն էր պաշտպանական հանձնաժողովի նախագահն է, չուդը։ Իսկ եթե Ստալինը վախտին Նիկոլի, ասենք, պապը դավաճան էր, չէ, թշնամու հետ համագործակցել 43 թվականին սատկացրել, դա ոչ մեկին գաղտնիք չի։ Եթե պատերազմով ընկած չլներ ընտանիքին ոչնչացներ, այդ ճիշտ ձևը այդ կլներ, Ստալինը շատ սխալ արել, այդ մեկն էլ էտ է։ Նիկոլի հերը սատկած կլներ, չէր, Նիկոլի, տեսեք, Նիկոլի պապը դավաճան էր, չգիտես ինչ պայմաններով է, մի կես տոկոս իրան կարելի է հասկանալ կամ ներել, չգիտես ինչ պայմաններում է բաներ է, ինչ տանջանքներով բանով է դավա, բայց դավաճանի գենը դե մեջ եղել է։ Նիկոլի հերը, արդեն դավաճանի գենով այդ տարիներին դե դավաճանելու բան չկար, բայց կատարելագործված տեսակն է, ամեն սրբապիղծ է եղել, բռնել է իր աշակերտին, հոգեկան հիվանդ աշակերտին, բռնաբարել է, հետո ճիշտ է պսակվել է հետո որ չդատվի, բայց ինքը իր հոգեկան հիվանդ աշակերտին բռնաբարել է, կատարելագործված տեսակը, հիմա այդ կատարելագործված տեսակից ծնվել է համ դավաճան, համ սրբապիղծ, համ էլ հոգեկան հիվանդ Նիկոլը, դե այդ գեները կա չէ, գենը նիկուդա իդեից է գենին։
Դրանից հետո ծնվել է արդեն Աշոտիկը, որ համ դավաճանի, համ սրբապիղծի, համ գժի, համ էլ ագարկի գենք, Աննա Հակոբյանին էլ ոչ մեկ ատվենա չի արել, չէ։ Հիմա Աշոտիկը ինչ ձևի բան է։ Էդ էլ հետագա ու Աշոտիկին չի արդեն Նիկոլն հենց արել, որ էլ Աշոտիկի կյանքն էլ է հարցականի տակ։ Հիմի մեր ու Թուրքի արանքի ական հանողը ինչի պիտի սաղ մնա։ Թող չաներ չկատարեր դրամը վերջ վարիանտ դեթար դատվեր, եթե պիտի ինքը սրոչնիկա դեթար դատվեր, եթե կոնտրակտիկա նու լիքը ձև կասեր, հղի եմ ասեր, մեջքս է բացվե կրիտիկական օրերս են, լուծեմ ախպեր, չեմ կարա վերջը վարիանտ, անդադ լուծեմ ու չեմ կարա վազեմ ես կոմենտում, չեմ կարա անեմ ախպերս դիցյան տվեք։ Են բանը ոնց էր, ասեր վերջ վարիանտ Զորաբյան արան ինձի բանա տվե, անանտեր, վկայականա տվե, չեմ կարա այդ միները հանեմ։ Հիմի այդ մինի հանողի սատկել են չի պտի չուզենք, կպեականները բան են սարքել, դրոշակ են սարքել ինքի այդ աուզե, այդ օվերտոնի, ինք ավելի քիչ դավաճան է այդ բան հանողը, չնայած բոզիտղություն արը, բայց ինք ավելի քիչ բոզիտղություն արը, ավելի քիչ վնասատվ է մեր ժողովրդին ու պետությանը, քան լյուբոյ նիկոլական, այդ աժեմ գտնվող այդ կպականներ, այսօր որ պատաբար վիդեոյով բերում են նայում ես, ամեն մեկը մյուսին հերջ տալով վիզա դնում, ասում է, ես ավելի շատ բոզիտղ եմ, քան ասենք Ալեքսանյան Վահանը կամ են դրանց Բեթար են Չախոյան Տարոնը։ Դրանք օվերտոնի պատուհան են բանարը, ասում են, եթե դավաճան բան հանողը ներվի, ուրեմն շանս կա, որ մենք էլ կներվենք, էլի։ Ոչ այդ ական հանողը պիտի ներվի, ոչ էլ դուք պիտի ներվի, ոչ էլ այդ ական հանողին այդ հրաման տվողը, դրանք սա պիտի վաղտակա պատասխան տան։ Ով որ դրանց ասի, որ ոչինչ լավ անցածնի ներվել են, ինքն էլ է պոտենցիալ Նիկոլ կամ Նիկոլա նման բոզի տղա։ Հենց որ ես չեմ գտնում, որ պիտի վիրավորվեր այդ ական հանողը պիտի սատկեր։